Ստեփանին աջակցելու եմ։ Գիտեք ով է պատարագ մատուցում։ Երկրորդ կիրակին է, ինչ Սուրբ Հովանավանքում պատարագ է մատուցվում կարգալույծ ճանաչված տեղի նախկին քահանա Տեր Արամ Ասատրյանի ձեռամբ։ Նա մի շարք եկեղեցական կանոններ խախտելու համար հոկտեմբերի 21-ին Մայրաթոռի որոշմամբ կարգալույծ է ճանաչվել եւ այժմ կոչվում է Ավազանի Ստեփան Ասատրյանի անունով։ Նա չի ընդունում Մայրաթոռի որոշումը եւ շարունակում է եկեղեցական ծիսակատարողականություն իրականացնել Հովանավանքում։ Կարգալույծ քահանային աջակցություն է հայտնել գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նոյեմբերի 2-ին Սուրբ Հովանավանքի Բաքում հավաքված քաղաքացիների հետ Արմլուրը զրուցել է հասկանալու, որտեղից են եկել աջակցելու կարգալույծ քահանային։ Որտեղից եք եկել։ Սպիտակից։ Միշտ սպիտակից գալիս եք մասնակցելու պատարագին այստեղ։ Չէ, երբեք չէ, սա երկրորդ անգամն է, որ ես պատարագ եմ գնում ընդհանրապես։ Առաջին անգամ երբ եք եկել։ Մի շաբաթ առաջ։ Ձեր աջակցությունը հայտնում եք կարգալույծ քահանային։ Չեմ կարող ասել ճիշտն ասած, քանի պատարագը մատուցելու։ Ստեղի բանն է մատուցելու քահանան ասեմ։ Հա, ո՞նց եք նրան դիմում։ Ճիշտն ասած ես ստեղից չեմ։ Հա։ Որտեղից եք եկել։ Ես Հարպից եմ եկել։ Երևանից եմ եկել աջակցելու։ Մենակ եք եկել։ Ոչ, ընտանիքս հետ եմ եկել։ Հարցեր կա։ Որտեղի է ձեզ համար։ Դե մենք պատարագի տերն ենք, Ազիզ ջան։ Այս գյուղից ենք։ Հովանավանից եք։ Չէ, ուշից ենք։ Շատ լավ գիտեմ ուր եմ եկել, գիտակցված է իմ յուրաքանչյուր քայլը։ Համամիտ եմ եւ համաձայն եմ յուրաքանչյուր որոշման հետ վարչապետի, աջակցում եմ եւ դեռևս 10 տարի առաջ ես եմ նման ակցիաներ կազմակերպել կաթողիկոսին գահընկեց անելու համար։ Եկել եք պատարագի մասնակցելու, իսկ ինչու դուրս եկաք։ Տոթեր։ Միջև վերջ չեք մնում։ Տոթեր։ Սուրբ հաղորդություն չեք ստանալու։ Ստանալու ենք, հետ են գնալու։ Լիարժեք կլինի այդպես պատարագը։ Պատարագի խորհուրդը այդպես լիարժեք կլինի, որ կիսատ եք մասնակցում։ Պատարագի խորհուրդը ամեն ձևով է լիարժեք է լինում, եթե մարդը հոգով է դրան վերաբերվում։ Եկել եք զուտ կարևորելով պատարագի մասնակցելու խորհուրդը, թե Ստեփան Ասատրյանին աջակցելու եք եկել։ Եկել եմ պատարագի մասնակցելու։ Իսկ գիտեք ով է պատարագ մատուցում։ Այս եկեղեցու քահանան։ Անունը ինչպես եք նրան դիմում։ Տեր հայր։ Որտեղից եք եկել։ Երևանից։ Իսկ գիտեք, որ ձեր կողմից նշված Տեր հայրը անուն ունի եւ Ավազանի անունով է հիմա կոչվում Ստեփան Ասատրյան, նրան կարգալույծ են ճանաչել, բայց կարծես դուք անունն էլ չգիտեք։ Տեր հայրից բացի Իմ համար կարևորը ինքը Տեր հայրը։ Բայց անունը չգիտեք։ Ինձ հետաքրքիր չի արդեն իր անունը, ինքը իմ համար Տեր հայրը։ Լուրերով էլ չեք տեսնում նրա անունը գրած, չեք կարդում։ Չեմ հետևում, ես ավելի զբաղված եմ։ Վեդի քաղաքից։ Որտեղից եք եկել։ Երևանից։ Երևանից։ Երևանից մշտապես գալիս եք Հովանավանքում մասնակցելու։ Չէ, այսօր եկել ենք աջակցելու։ Հայանիստից։ Հայանիստից եկել եք, Հայանիստում եկեղեցի պատարագ չէի մատուցում, որ որոշեցիք գալ Հովանավանք։ Դե չգիտեմ։ Երևանից։ Քանի հոգով եք եկել, միասին եք։ 6 հոգով։ Ես սպիտակից եմ եկել։ Ձեր ընկերոջ հետ։ Այո, Մենակ երկուսով եք եկել, թե էլի մարդ կա։ չէ երկուսով եմ եկել։ Հարմավիրից։ Արարատ քաղաքից, Արարատի մարզից։ Երևանից։ Երևանից։ Կրասնոյարսկից։ Տեղացի եք։ Չէ, Շամշադինից ենք։ Եկել եք մասնակցեք պատարագին։ Ապայում։ Ձեզ ասել են ով է մատուցելու պատարագը։ Ծանոթ եք քահանային։ Այ չի։ Իսկ մենակ եք եկել դուք պատարագի մասնակցելու։ Չէ, եկել եմ մեր գյուղից, սա ինքն մեր գյուղից։ Ինչով ինչպես եք եկել, ինչպես եք ասել։ Մաշին ենք վեկալել եկել էլի։ Ով է դրամադրել։ Մենք ենք փողը տվել, տաքսով եկել ենք։ Տաքսին մեզ պետք է փողը տանք տանը։ Որտեղից եք եկել։ Երևանից։ Եկել եք կոնկրետ պատարագի մասնակցելու, թե ձեր աջակցությունը հայտնելու։ Մասնակցելու։ Նել ենք հայտնելու։ Մենակ եք եկել։ Ընտանիքով։ Ընտանիքով եք եկել։ Իսկ ձեզ համար ընդունելի է, որպես քրիստոնյա ընդունելի է, որ կարգալույցն է։ Վատ բան չկա։ Ինչպես։ Վատ բան չկա մեջը։ Ինչպես չկա։ Նորմալ բան այն չի եղել։
Սովորական երևույթ է ձեզ համար, մշտապես կարգալույս քահանաներն են պատարակ մատուցել։ Լավ։ Չեք ուզում խոսել։ Իսկ գիտեք, որ մեր քրիստոնեությունը ինչ է ասում է կուրքեր մի ստեղծեք մեզ ձեզ համար եւ հիմա դուք փաստորեն Տեր Արամին կուրք եք դարձրել եւ չեք ընդունում գաղափարը, այլ ընդունում եք անձին։ Այքույքան Վարշավեդլիով էլի եկեղեցին աշտի հավատա եկեղեցուն։ Բայց նա մի շարք եկեղեցական կանոններ խախտելու համար նրանք Հավատացյալ մարդը Որ խորհուրդը կարևորելով պատարակի խորհուրդը թե Ստեփան Ասատրյանին աջակցելու։ Ստեփանին աջակցելու Որտեղից եք եկել։ Երևանից։ Եկել եք պատարակի մասնակցելու։ Ինչու եք հիմա դուրսում նոր եկաք։ Դուրսում մենք ջուր խմենք։ Հա, որտեղից եք եկել։ Արարատից։ Որ երրորդ անգամն է, որ այս բանկում եք մատուցել։ Առաջին անգամ։ Առաջի անգամ։ Իսկ գիտեք ով է պատարակ մատուցելու։ Ոչ։ Եկել եք զուտ պատարակի մասնակցելու, թե ձեր աջակցությունը հայտնելու Ստեփան Ասատրյանին։ Մասնակցենք։ Իսկ կարգալույց քահանային ձեր աջակցությունը հայտնում եք։ Սպիտակից։ Անցած անգամ եք եկել։ Եկել եմ։ Իսկ մենակ եք եկել։ Ոչ։ Ում հետ եք եկել, ովքեր են։ Կնոջս հետ, աղջկաս հետ, աղբորս կնոջ հետ, հարազատներով։ Սպիտակից։ Հատուկ եկել եք պատարակին եք ուզում մասնակցել, թե ձեր աջակցությունը Պատարակին մասնակցելու եւ աջակցություն հայտնելու։